Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ տաղանդաշատ եւ երաժշտական հյուրեր։ Ներկայացնեմ թեման հոկտեմբերի 30-ին ժամը 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Ազնավուր հավերժ մեղեդիներ խորագրով համերգը Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ նվիրված լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կազմավորման 25-ամյակի շրջանակում։ Համերգի սպասվող կատարումների եւ իհարկե 25-ամյա երգչախմբի մասին մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, երգիչ Քերոբ Հովելյանը եւ դաշնակահար Կարեն Անանյանը։ Լույս առավոտի։ Նախ շնորհավոր ենք 25-ամյակի արդիվ, հետո կանցնենք համերգը։ Վստահ եմ, որ այս 25 տարիների ընթացքում այնքան վայրեջքներ, վերելքներ, հաջողություններ, ձեռքբերումներ, դժվարություններ, բայց ամփոփելով 25 տարին, հա։ Բնական գործընթաց է։ Երբ որ ստեղծում ես ամեն ինչը կմտածեք, որ մի օր այսպես կխոսենք 25-ամյակ կնշենք։ 25 տարի իհարկե կազմավորվեց երգչախումբը Հայաստանի պետական կամերային նվագախմբին գից սկզբից Վաչե Մանուկյանի հովանավորությամբ, այնուհետև ինքը 2008 թվականից ստացավ պետական կարգավիճակ եւ անվանվեց Հայաստանի պետական կամերային երգչախումբ 2008 թվականից մինչև այժմ։ Բայց կազմավորվել է ինքը իրականում ստեղծվել է 2000 թվականից։ Ինչ վերաբերում է Շարլ Ազնավուրի համերգին, երկու բառով ասեմ, որ մենք համերգի ունկնդրի խնդիր չունենք ցավոք, որտեվ դա լիճելիքն է եւ ստիպված ենք հավելյալ տեղեր ապահովել ցանկացողների համար։ Դա լիճում երբեմն մենք աթոռների շարքեր ենք ստիպված ավելացնում եւ հիմա այդ վիճակն է։ Շատ լավ է։ Իհարկե։ Ես ավելի շատ կուզենայի ներկայացնել մեր տաղանդաշատ հյուրերին Կարեն Անանյանին, որը Շարլի ստեղծագործությունները մի նոր ձևով, նոր գույնով երգչախմբի եւ մենակիցների համար ներկայացնում է, եւ Քերոբ Հովելյանին, որը հիացմունք, զարմանք եւ հիացմունք պատճառեց արդեն սա արդեն 4-րդ համերգն է մեր Շարլի հետ կապված, հիացմունք է պատճառել։ Իհարկե մենք այդ համերգին ունենք էլի շատ հայտնի մենակիցներ, ցավոք բոլոր այստեղ չենք տեղավորվի, այո։ Վարդան Բադալյան, Մավր Մկրտչյան, Ժաննատ Ավցյան, Արամ Ավետիսյան, Աբել Աբելյան, Մագնես Աղաթելյան, եթե մոռացա թող ինձ ներեն։ Եվ մի անգամից ասեմ, որ յուրահատկությունը այն է այս համերգի կատարողների եւ այս ձևավորման երաժշտական, որ Շարլին ոչ թե պատ չեն հանում են, հայերեն ասած կոպիա չեն հանում, այլ Շարլը ներկայացնում են շատ հետաքրքիր մի նոր ձևով, ամեն մեկը եւ շատ հետաքրքիր։ Նույնիսկ չեմ կարող մարանալ, թե ինչքան են տարբերում եւ ինչքան են նման այդ ստեղծագործությունները Շարլին եւ հարազատ մնալով մենք հորդորել ենք եւ ձգտել ենք, որ Շարլի երկերը կատարվեն բնօրինակով ֆրանսերեն լեզվով։ Ես հարց ունեմ Քերոբին։ Եթե Ազնավուրը ներկա լիներ համերգին, բեմից առաջ ինչ կասեիր նրան։ Կարծիքով կխառնվեք իրար։ Երևի, հա։ Ես մտածում եմ, որ մի քիչ դժվարության առումով նման եմ։ Պատասխանատվության հենց Շարլի ուղին շատ սիրել, որտեղ դժվարանում եմ
երաժշտական ասպարեզում ավելի առաջ գնալը ու Շարլը ինձ մեծ օրինակ է, թե կարող ես շատ ուշ տարիքում նաև դառնալ, հասնել նպատակին, հա։ Ու իր երգերը, հենց երգերի բառերը ինձ շատ հարազատ են, որ ինձ ավելի են ոգևորում, որ ես կարողանամ ավելի պայքարեմ դեպի ընկետին, որը որ ցկտում եմ։ Եվ իրականում կա մի խոսք, որ ամեն մարդ ունի իր պահը, ժամանակը եւ աստեղային պահը, հա, այսպես ասած, դրա համար երբեք ուշ չէ։ Այո։ Ինչպես պարոն Արաբյանը նշեց, սա արդեն 4-րդ համերգն է նվիրված է Շարլին ու վստահ եմ, որ այդ 4 համերգներին մասնակիցը եղել եք դուք։ Ու ըստ իս որ sense նայում ես թվում է թե 4-րդ համերգն է գնալով էլ ավելի ոնց որ պետք է թեթև ամեն ինչին նայել, որովհետև վստահ եմ փաստեն մասնագետներ որ ձեր մոտ իդեալական ամեն ինչ ստացվում է, բայց ըստ իս սա պարզապես համերգներ չեն ու ավելի պարտավորեցնող է նման խորագրով համերգին մասնակից լինել Շարլի գործերը ներկայացնելով այ ինչ է սա ձեր համար, հա, հերթական պարզապես համերգներ этап, որը որ հաղթահարում եք, անցնում եք եւ անցնում եք հաջորդ этапին, թե իսկապես սա մի մեծ իրադարձություն է ձեր կյանքում։ Իհարկե, մեծ փորձ, ամեն անգամ պատասխանատվությունը ավելի մեծ, առաջի ասեմ ավելի ռիսկով երգում էի առաջի համերգին, որ նոր էի գնացել, քան հիմա արդեն որ մենք 3-րդ, 4-րդ համերգ ունենք, ավելի պատասխանատվությունը մեծ է, ավելի մարդիկ տարբեր, բնականաբար։ Իսկն ամեն անգամ ես լիովին հասկանում եմ Քերոփին, փորձում ես կատարելագործել կատարումը։ Այո, ամեն անգամ լարվածությունը ավելի շատ է, ես ամեն անգամ մտածում ես նույն բեմն է, նույն տեղում պետք է երգես, մի քիչ հուզվածությունը արդեն քիչ կլինի, բայց ամեն անգամ բեմ ես ելնում ավելի ակրկնա պատկվում սրտի բաբախը, մի խոսքով լարվածությունը ընդ նախ նույն կատարումը երբեք չի լինում։ Միշտ իմպրովիզացիայի պահը կա եւ նորովի է լինում։ Բեմը նենց բան է, որ անկանխատեսելի, ամեն անգամ ուրիշ ձևի է, նոր ձևի է։ Ամեն անգամ մտածում եմ, որ ամեն անգամ ավելի լավ լինի, ավելի ես իմ մեջ դուր գա իմ կատարումը, մենակ դրա մասին եմ մտածում։ Պարոն Արանյան, ինչպես նշեցին, դուք շատ սերտորեն կապ ունեք այս երաժշտության հետ ու այդ հետաքրքիր գիտեք, որ քիչ առաջ դուք նշեցիք, որ Քերոփի մասին խոսելով, հա, որ երբ որ ամեն անգամ բեմում ես լինում, միևնույնն է նոր ապրումներ են կոմոդ լինում։ Այ հետաքրքիր է դուք ամեն անգամ նվագելով, լսելով այն երաժշտությունը, որ վաղուց արդեն հոգեհարազատ է ձեզ, ամեն անգամ նորով է այն անցնում ձեր երակներով, ամեն անգամ նոր զգացմունքներ են, թե ոչ։ Իհարկե նորովի է, որովհետև այն պահին, եթե ես կամ որ մի բան նույն կերպ կրկնվելու եմ, ինձ դա միանգամից անհետաքրքիր կթվա եւ ամեն անգամ ես զգում եմ, որ ոչ մի բան չի կրկնվում։ Պահը նոր է ամեն անգամ եւ հանդիսատեսն է եւ էներգետիկան ամեն անգամ նոր է եւ դու ինքդ ես նվագում, կատարում, կարող է լրիվ տարբերվի իրարից, նույն ստեղծագործությունը։ Սա 4-րդ համերգն է, դեռ մեկ անգամ հիշեցնեք, ինչով է նախորդներից ինչով է տարբերվելու։ Ծրագրային ինչով փոփոխություն։ Ծրագրային մի փոփոխություն կարող է շատ չնչին լինի, բայց ընդհանուր առմամբ նույն ծրագիրն է, բայց քանի որ հենց ինչի մասին որ խոսեցինք, որ մենք ամեն անգամ ուզում ենք թարմ ուժերով, նոր էներգիայով հանդես գալ, չի կրկնվում, նույն կերպ չի անցնում, նույնիսկ եթե երգերը նույնն են։ Ուղղակի ոնց հասկացանք, հանդիսատեսի կողմից սիրվեց այս նախագիծը եւ մենք այո 4-րդ անգամ ենք համերգ տալու։ Գիտեք ինչն է լավ, ներողություն խնդրում, պարոն Արաբյան ինչպես որ նշեց, որ կարիքը չկա ոչ գովազդելու, ոչ հեռուստադիտողին հասարակությանը խնդրելու այդ համերգին գալու, ինչը շատ ողջունել է, բայց ամեն անգամ հանդիսատեսի շարքերում արդյոք նոր մարդկանց շատ ենք տեսնում եւ արդյոք երիտասարդությունը գերակշռ մասն է կազմում, թե ոչ։ Կա, տարբեր տարիքի հանդիսատես ենք տեսնում, շատ հաճելի է դա մեզ։ Երիտասարդության մասով ինչ կասեք, նկատում եք։ Գալիս են, չէ՞, երիտասարդներ են գալիս, այո, ահա, բոլոր տարիքի շատ տեսնում ենք։ Եվ մեծ ոգևորությամբ են ընդունում եւ մեծ ոգևորություն են ապրում արդեն համերգի ավարտին դա շատ տպավորված են գնում համերգից շատ ցայտուն է երևում։ Երևի դրա պատճառով է, որ ծրագիրը մեր համար 4 համերգի համարյա նույնն է, բայց հենց նույն կոնցեպտը մի քիչ նորով է, որտեղ Շարլի երգերը ճանաչված, որ իրանք գիտեն արդեն գալու են լսեն այդ նույն երգերը, նորովի են լսում երգչախմբի նոր երանգ ստացած միջոցով, այսինքն ժանրն է մի քիչ նոր
ճանաչված երգերը իրանք նոր ձևի են լսում։ Մարդիկ երևի իրար հաղորդում են, որ այս համերգը ինչ որ օրիգինալ գույն ունի, կարելի է դիտել եւ գալիս են մարդիկ։ Պարոն Անանյան, դուք դաշնամուրի միջոցով կարողանում եք բացել հնչյունի այն շերտը, որը բառերով չես ասի։ Եվ հիմնականում այդ ծրագրերում ինչպես եք կարողանում այդ զգացմունքային հատվածը պահել առանց չափազանցնելու, որտեղ երաժիշտը էմոցիոնալ մարդ է իր տեսակով։ Դա ինքս ինքան է ստացվում, երևի փոքրուց դաշնակահար լինելը իր մեջ կոփում է նաև այդ պահը, որ դու ինչ որ չափի պետք է բալանսի մեջ պահես քո հուզմունքը, բայց դա օգնում է հուզմունքը։ Եթե առանց հուզվելու նվագում ես, դա միանգամից հաղորդվում է հանդիսատեսին եւ նա էլ չի հետաքրքրվում։ Դու պետք է ապրես, հա, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, վառվես այդ պահին, նվիրվես անխնա եւ մենակ այդ էներգիան են որպես անկեղծ ընդունում հանդիսատեսը զգացումը։ Քիմիան պետք է լինի հանդիսատեսի, երաժշտի, երգչի միջև։ Լավ, Կարեն։ Շատ լավ։ Ինձ էլ Կարեն ասեք, էլի Պարոն ասեք, նավանավան Անայ ջան, իմ համար այսօր անակնկալ էր, որ ձեզ որպես հաղորդավար տեսա, մենք շատ լավ ենք պրոստը красавица։ Այո, էլի տաղանդաշատ երգչուհի։ Հենց որ մենք դուրս ենք խոսում։ Օй, վերջում հաղորդման։ Նշեցիք արտիստների անուններ, ովքեր որ ներկայացնելու են Շարլի ժառանգը, այդ ստեղծագործությունները, գիտեք ինչն է հետաքրքիր, մարդիկ անուններ, որոնք մեզ բոլորիս հայտնի են տարբեր պրոյեկտներից, իրենց հիթերով, իրենց ստեղծագործություններով, իրենց տեսակով, սկսած Վարդան Բադալյանից ու վերջացրած Ժանա Դավթյանը իմ ընկերուհին է մտերիմ։ Այո, ես կարող եմ այս հարցը քերոպին տալ, բայց ես կուզեմ ձեզանից լսել, հա, ընտրված են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք վստահորեն կարող են իրականացնել այն առաջադրանքը, որ իրենց առաջ դրված է, բայց Շարլի գործերը ներկայացնում են նախ դա շատ պատասխանատու քայլ է եւ ամեն մեկը չէ որ կարող է նա մանավանդ որ փոքր փոփոխված իրենց ոճով իրենց ձեռագրով պետք է ներկայացվի այդ ում կառանձնացեք ավելի շատ կա այսպես ասած լյուբիմչիկներ հա այս եւ մի հարց եւս ինչպես են արտիստները ընտրվում ինչ սկզբունքով այդ կերպով է ուզում պատասխանը տալ իհարկե ես հիմա ուզում եմ մեր մայստրո Ռոբերտ Մլկյանի անունը տալ որովհետեւ գլխավոր այսպես ասած իհարկե մենք խորհրդակցում ենք միասին բայց նա է ընտրում վերջնական սոլիստներին եւ մենք բոլորս իհարկե վստահում ենք այդ բարձր պրոֆեսիոնալ մարդուն եւ մի խոսքով ընտրությունը հիմնականում մայստրո Ռոբերտ Մլկյանն է արել սոլիստների։ Որտեղ կարծում եմ հերթադիտողին ամեն դեպքում կհետաքրքրի։ Ինչ ցավոք սրտի այս պահին մենք պետք է եզրափակվենք, սահմանափակվենք այսքանով, ես մեր հարցազրույցներն ենք այն կարճ թվում, մենք ահաճելի մարդկանց հետ խոսելու այնքան բան ենք ունենում։ Ժամանակը թրջում է։ Մեզ էլ շատ ահաճելի կմնանք։ Ձեզ լավ օրվա շարունակություն եք ցանկանում։ Եվս մեկ անգամ մեր հեռուստադիտողին, որ հոկտեմբերի 30-ին ժամը 15 Կոմիտասիաման կամերային երաժշտության տանը կկայանա Ազնավուր հավերժ Մեղեդինի խորագրով համերգը։ Կարծում եմ տոմսեր դեռ ոչ թե դեռ տոմսեր չկան։ Իմ կարծիքով սպառված կլինեն տոմսերը։ Հիմնական դահլիճը սպառված է։ Փնտրում են գտնում է, բայց լրացիչ տեղերի վրա միգուցե կարողանան գտնել։ Ձեր աթոռը ձեզ հետ վեր։ Շատ լավ, հոկտեմբերի 30-ին խնդրում ենք դեն եք ցանկացած անիմաստ ինչ որ սրճարաններ կամ ռեստորաններ գնալու պլաններ մի օր անցկացրեք լավ երաժշտության տաղանդավոր երաժիշտների հետ ու վստահորեն այդ օրը տպավորիչ կլինի ձեզ մինչև մյուս տարի կհիշեք մինչև մյուս տարվա հոկտեմբերի 30 շնորհակալություն ձեզ շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն իսկ մենք իհարկե կեզրափակենք մեր հաղորդումը Շարլի ամենաֆանտաստիկ գործերից մեկով իսկ մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ մենք հանդիպենք վաղը կրկին տաղավարում կլինենք ես եւ Անահիտը